Ըստ խնդրի դասարանում բացակա աշակերտների թիվը կազմում է ներկա աշակերտների թվի 1/5 մասը։ Այն բանից հետո, երբ դասարանից դուրս եկավ մեկ աշակերտ, բացակա աշակերտների թիվը կազմեցին ներկաների 1/4 մասը։ Պետք է գտնել, թե քանի աշակերտ մնաց այդ դասարանում աշակերտի դուրս գալուց հետո, այսինքն ներկա աշակերտների քանակը այդ մի աշակերտի դուրս գալուց հետո։ Նկատենք, որ խնդրում ունենք երկու պայման, ու այդ երկու պայմանը պետք է ինչ-որ ձև պատկերել։ Դե նախ ըստ առաջին պայմանի աշակերտների թիվը բացակա կազմում է ներկաների 1/5 մասը, այսինքն եթե վերցնենք եւ մի հատվածով պատկերենք ներկաների քանակը ինչ-որ կապույտ, ապա դա 5 մասի բաժանելով եւ դրանից մեկը վերցնելով մենք կարող ենք ցույց տալ բացակա աշակերտների քանակը։ Այլ կերպ ասած, եթե սա մեզ մոտ լինի ներկա աշակերտների քանակը, այստեղ ունենք ահա այսպես, այս կապույտ հատվածը եթե ներկայացնի ներկա աշակերտների քանակը, այստեղ գրենք, թե ինչ է ներկայացնում ներկա աշակերտների քանակը։ Ահա, այստեղից կհետևի, որ այս հատվածը բաժանելով 5 հավասար կտորի եւ վերցնելով ընդամենը դրանից մեկը, ահա այս հատվածը մենք կստանանք բացակաների քանակը։ Ահա, բացակա աշակերտների քանակը։ Հետևաբար, ընդհանուր դասարանի քանակն էլ կարող ենք ներկայացնել, ընդհանուր դասարանի աշակերտների քանակը կարող ենք ներկայացնել 6 հատ կապույտ հատվածով։ Հիմա սա մեզ մոտ առաջին պայմանն էր։ Երկրորդ պայմանը հետևյալն է, այն բանից հետո, երբ դասարանից դուրս եկավ մեկ աշակերտ, բացակա աշակերտները կազմեցին ներկաների 1/4 մասը, ինչը նշանակում, որ մենք ներկա աշակերտների քանակից մի աշակերտի կտրեցինք եւ այդ մի աշակերտին փոխանցեցինք բացակաների քանակին ու ստացվեց այդ արդյունքում այս կապույտ հատվածին ավելացրած այդ մեկ աշակերտը մեզ մոտ հավասար է այդ մեկ աշակերտից 4 հատ եթե մենք պատկերենք, կստացվի մեզ մոտ ներկա աշակերտների քանակը։ Եկեք ամեն ինչ պատկերենք, որպեսզի ավելի լավ երևա։ Հիմա կրկին մենք ունենք այս մեծ կապույտ հատվածը, որից մենք հանում ենք 1-ը։ Ահա այստեղ 1 ենք հանում։ Ու դրա արդյունքում մենք նոր հատված ենք ունենում։ Շատ լավ, եկեք այդ նոր հատվածը պատկերենք կանաչ հատվածով, որպեսզի ամեն ինչ ճշմարիտ լինի։ Ահա այսքանը մենք ունենք։ Մյուս կողմից այս կանաչ հատվածի եւ կապույտ հատվածի կապը այն է, որ եթե մենք կանաչ հատվածին ավելացնում ենք 1, ապա ստանում ենք կապույտ հատվածը մեր մեծ կամ 5 հատ կապույտ հատված, ինչպես հարմար է անվանել։ Շատ լավ։ Կրկին, մենք կանաչ հատվածով ներկայացրինք ներկա աշակերտների քանակից ամենասկզբում հանած մեկ աշակերտ, ով որ դուրս եկավ սենյակից։ Եվ այդ դուրս եկած աշակերտը մեզ մոտ ավելացավ բացակաների քանակին։ Եվ այստեղ մենք ունենք ոչ թե այս փոքր կապույտ հատվածը, այլ դրան ավելացրած 1։ Ահա։ Հետևյալ կերպ այդ 1-ը մենք ավելացնում ենք։ Ու այստեղ եկեք հետևյալ ձևով պատկերենք, որպեսզի ավելի լավ երևա ամեն ինչ։ Շատ լավ։ Հիմա մենք գիտենք, որ սա մեզ մոտ կազմում է բոլոր աշակերտների ներկա 1/4 մասը։ Ինքն եթե մենք 4 հատ այս հատվածից պատկերենք, եկեք ոչ թե իրար տակ կամ լավ, եկեք հենց այդպես էլ անենք։ Վերցնենք այս հատվածից եւ 4 հատ այստեղ պատկերենք։ Ահա։ Մենք ունենանք հետևյալ հավասարությունը։ Մի քիչ լավ չի ամեն ինչ այս պահին պատկերված, մի փոքր ձևափոխենք։ Ուղղակի նրա համար, որ ամեն ինչ հավասար լինի, վիզուալ ամեն ինչ հավասար լինի, որովհետև էական չէ։ Ահա այս հավասարությունը ունենք։ Կարճ ասած, կանաչ հատվածը մեզ մոտ հավասար է 4 անգամ ահա այս կապույտ հատվածին ավելացրած 1։
Հետևյալ հավասարությունը ունենք, ինչը որ այստեղ պատկերված է։ Հիմա լավ, այսքանը մենք հասկացանք, ինչ որ ձև պատկերացինք, իսկ ինչպես կարող ենք ամեն ինչ օգտագործել։ Դե տեսեք, որպեսզի ամեն ինչ շատ հարմար լինի, վերհիշենք կանաչ հատվածի եւ մեր կապույտ այս հատվածների կտորների կապը, որտեղ որ նշել ենք, եթե մենք կանաչ հատվածին ավելացնում ենք 1, ստանում ենք այս ներքևում պատկերված հատվածը։ Նույնն էլ այստեղ անենք, գիտենք, որ կանաչ հատվածը կարող ենք ներկայացնել այսպիսի կապույտ հատվածների միավորումով եւ մեկերի միավորումով, ինչը նշանակում է, եթե մենք այստեղ 1 ենք ավելացնում, ահա այստեղ ենք 1 ավելացնում, մեզ մոտ ստացվում է հավասար ամեն ինչ այս սկզբում նշված կապույտ հատվածներին։ Ինքն այստեղ ուղղակի նշենք, որ 1-ից եւ 2-ից, ահա այս երկու պայմաններից կստացվի մեզ մոտ, կարող ենք շատ հանգիստ եզրակացնել, որ ու արդեն սկսենք պատկերել այն ամենի, ինչ ունենք, ու փորձելու ենք ամեն ինչ համեմատել մեծ կապույտ հատվածի հետ։ Ահա այսպես ենք պատկերում, դա մեր մեծ կապույտ հատվածն է, եւ գիտենք, որ ահա այսպես մեկեր ավելացնելով սրանք թող այստեղ լինեն, եւ սրան էլ մենք հավելյալ 1 եթե ավելացնենք, ապա կունենանք հավասար կտորներ, որովհետև վերհիշենք, որ ահա այս առաջին մասը մեզ մոտ կանաչ հատվածին է հավասար, ու գիտենք, եթե կանաչ հատվածին մենք ավելացնում ենք 1, ստանում ենք այս 5 կապույտ հատվածները, ու հիմա արդյունքում ստացվեց, որ 5 կապույտ հատվածը հավասար այս կապույտ հատվածների եւ մեկերի միավորմանը, ու այստեղ արդեն որոշակի խմբավորում եթե մենք անենք, ու կարող ենք նույնիսկ այստեղից չպատկերել, որովհետև վերևում ունենք 5 հատ կապույտ հատված։ Եկեք դա այսպես ցույց տանք։ Ստացվում է, որ 5 հատ կապույտ հատվածը մեզ մոտ հավասար է, իսկ ներքևում քանի կապույտ հատված ունենք, 4 կապույտ հատված, ահա այստեղից վերցնենք մեր կապույտ հատվածը, եւ դրանց էլ պետք է ավելացնենք 1, 2, 3, 4 եւ 5, ինքն 4 կապույտ հատվածին, գումարած 5, դե իսկ արդեն այստեղից էլ ակնհայտ է ստացվում, որ մի կապույտ հատվածը մեզ մոտ հավասար է 5-ի։ Տեսեք, ուղղակի երկու մասերից այդ 4 կապույտ հատվածները կտրում եւ հանում եմ։ Եթե մենք այստեղ պատկերենք ամեն ինչ, հատվածների տեղերը փոխելով, ես ուղղակի ահա այս կտորը կտրելու եմ եւ հանեմ ինչ-որ ձև, եւ մենք խմբավորենք ամեն ինչ։ Ստացվեց մեզ մոտ, որ կապույտ հատվածը 5 աշակերտ է ներկայացնում, ուստի ներկաների քանակը մեզ մոտ այստեղից ստացվում է 5 անգամ 5, 25 աշակերտ, իսկ բացականների քանակը 5 աշակերտ։ Եվ վերհիշենք խնդիրը մեզնից ինչ էր պահանջում գտնել, այն պահանջում էր գտնել, թե քանի աշակերտ մնաց այդ դասարանում մի աշակերտի դուրս գալուց հետո, այսինքն ներկա աշակերտների քանակից հանած 1, հետևաբար 24 աշակերտ, իսկ դասարանում ընդհանուր կար 30 աշակերտ։ Շատ լավ, եկեք ամփոփենք այս խնդրի լուծումը ու հասկանանք ինչ արեցինք կրկին։ Դե առաջին քայլը մեզ մոտ ամեն ինչ հասկանալ, որ մասերով է պետք ներկայացնել ու ներկայացնել, ու դրանից հետո հասկանալ, թե ինչ է կատարվում առհասարակ։ Հիմա ունենք երկու պայման, որոնցից յուրաքանչյուրը հատվածներով պատկերեցինք։ Ամենասկզբում մենք պատկերեցինք ներկա աշակերտների քանակը, այնուհետև ըստ դրա ներկայացրինք բացակա աշակերտների քանակը։ Կարող ենք հակառակը անել նաև, բայց ինչպես ցանկանում ենք։ Հետո այստեղ արդեն անելու աշխատանք մենք չունեինք, բայց գիտեինք, որ եթե ըստ երկրորդ պայմանի գիտեինք, որ այն բանից հետո, երբ դասարանից դուրս եկավ 1 աշակերտ, բացակա աշակերտների քանակը կազմեցին ներկաների 1/4 մասը, այսինքն այդ մի աշակերտը, որ դուրս եկավ դասարանից, նա ավելացավ բացակա աշակերտների քանակին, ու դրա արդյունքում մեզ մոտ ներկաների քանակը ինչ որ կանաչ հատված եղավ, որը սկզբնական այս 5 կապույտ հատվածներից հանած 1-ն էր, ահա այստեղ կտրում ենք եւ հանում, հավասար է 4 հատ կապույտ հատվածին ավելացրած 1, հետևյալ հավասարությունն ենք ստանում,
Եվ այստեղ արդեն աշխատելու տեղ նաև ունեինք այն մասից, որ պետք է տրամաբանեինք, որ կանաչ հատվածի եւ կապույտ հատվածների միջև է կապ պետք գտնել։ Իսկ այդ կապը հենց այն էր, որ կանաչ հատվածից մենք կներեք, այս 5 կապույտ հատվածներից, որ մենք հանում էինք 1, ստանում էինք կանաչ հատված, հիմա պետք էր անել հակառակ գործողությունը կանաչ հատվածին ավելացնել այդ 1-ը։ Ինչ արեցինք այստեղ ամենավերջում։ Իսկ կանաչ հատվածը պետք էր փոխարինել կապույտ հատվածների եւ այս մեկերի միավորումով, որտեղից ստացվում էր, որ սկզբնականը, քանի որ 5 կապույտ հատված էր, որին հավասար էր ահա այս կանաչ հատվածին ավելացրած 1-ը, այդ ամենը 5 կապույտ հատվածը մեզ մոտ ստացվում է 4 կապույտ հատված եւ այսպիսի 4 հատ 1 էր ու դրան ավելացրած այս 1-ը։ Ու հետո հատվածների տեղափոխությունից ստացվում էր ուղղակի 5 կապույտ հատված հավասար է 4 կապույտ հատված գումարած 5, որտեղից կապույտ հատվածը 5 է։ Ու մենք բարձրացանք վերև, սկսեցինք կապույտ հատվածները 5-ով փոխարինել։ Ստացվեց ներկա աշակերտների քանակը 25, բացականերինը 5, բայց պետք է հիշել, թե մեզնից խնդիրի ինչ է պահանջում գտնել, իսկ այն պահանջում էր գտնել այդ մի աշակերտից դուրս գալուց հետո քանի աշակերտ մնաց, ինչն էլ արդյունքում ստացվեց 24 աշակերտ։ Հետևաբար այս քնով այս խնդրի կարող ենք ամբողջությամբ ավարտել։